Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պայմանավորվածության վերաբերյալ մարզերի բնակիչների պատասխանն այն է, որ խաղաղություն չի լինի, Ալիև ուղղակի խաղաղության իմիտացիա է անում, մինչև ընտրություններն ավարտվեն իր ուզած ելքով։ Հնարավորություն է տալիս, որ Նիկոլը ընտրվի։ Մարդիկ հիմնականում պնդում են, որ Փաշինյանն այն ղեկավարը չէ, որ կարող է խաղաղություն բերել։ Շատերի կարծիքն էլ այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելը ընդհանրապես անհնար է։ Միանշանակ է, որ խաղաղություն հնարավոր է միայն արժանապատվությունը վերականգնելուց հետո, այլապես լինելու է անպատիվ, անհեռանկար և միայն զիջելու վրա հիմնված խաղաղության պատրանք։ Հիմնական հարցերից է հետևյալը. ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք։ Գլխավոր պատասխանն է՝ չենք ուզում նրա երեսը տեսնել։ Իսկ ովքեր էլ ուզում են տեսնել, ասում են, կհարցնեն, թե ինչու խոստումները չի կատարում։ Շատերն էլ ասում են, որ ընտրել են անգամ 2 անգամ, բայց լրիվ հիասթափվել են խաբվելու պատճառով ու 3-րդ անգամ նույն ղալաթը չեն անի։ Դժգոհում են, որ բացի բարակ ու շուտ քանդվող ասֆալտից ուրիշ բան չեն տեսել նրանից։ Ասֆալտն էլ, ասում են, փոր չի կշտացնում ու խիստ ժամանակավոր է։ Քաղաքացիներին, հատկապես թոշակառու, ամենաջղայնացնող հարցերից մեկը Նիկոլի խոսքի հիշեցումն է, որ եթե 10,000 դրամով թոշակ ավելացնենք, չի իմանա թոշակառուն որտեղ ծախսի և անիմաստ բաներ կգնի։ Մարդիկ դժգոհում են, հայհոյում են իրենց հիմարի տեղ դնելու համար։ Ոնց ասում են, էդ ինքը գիտի ոնց ծախսի միլիոնները, մենք 10,000 դրամը չգիտենք։ Իր մինիստրը 1,5 միլիոն դրամը ծախսել գիտի ամեն ամիս, մենք չգիտենք։ Այսօր կառավարության նիստում էլ ի դեպ նման մի բան ասաց, մեկի այդ 5,000 դրամ օգնությունը ոչինչ չի փոխի նրա կյանքում, էլ ինչի տա։